Եվ այսպես Զանգեզուրի Միջանցքի անվան շաբաթ հարգելի հեռուստադիտողներ, այսօր կրկին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում էր ցույց էր տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստորագրած փաստաթուղթը, Դոնալդ Տրամփի վկայությամբ փաստաթուղթը, բայց ավելի անկեղծ կլիներ, որ նա հենց սա ցույց տար Զանգեզուրի Միջանցք գրությունը թուրքերեն։ Ինչու ենք մենք սա ցույց տալիս, հարգելի հեռուստադիտողներ, ի վերջո ինչ է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։ Դուք վստահ եք, որ ստորագրվել է միայն այն, ինչի մասին ասվում է, իսկ ինչի մասին է ասվում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների մենք ունենք երկկողմ փաստաթղթեր ենք ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք Ադրբեջանի հետ նախաստորագրել ենք այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, մենք Ադրբեջանի հետ դիմում ենք ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ, ինչպես նաև մենք ստորագրել ենք փաստաթուղթ TRIP-ի մասին, նույն պաշտոնական տեղեկատվությունն է, որը հասանելի է մեզ բոլորիս, բայց մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում խոսույթը հենց Զանգեզուրի Միջանցք ասվածի համատեքստում ինքը բավականին ակտիվացել է, ավելին այսօր թերթերից մեկը առավոտյան մի հետաքրքիր տեղեկատվություն էր տարածել, որի համաձայն նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում Նիկոլ Փաշինյանի նեղ քաղաքական թիմում տարակուսած են այն առումով, ինչպես իրենք պետք է քաղաքացիների հետ շփվեն, ինչ պետք է ասեն, ինչպես պետք է քաղաքացիներին ներկայացնեն, որ իրենք իբր թե բերել են խաղաղություն, որովհետև Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից եւ դրան արձագանքել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է այն մասին, որ Հայաստանը կապիտուլյացիա է ենթարկվել, խոսում է այն մասին, որ մենք պետք է Զանգեզուրի Միջանցք Ադրբեջանին տրամադրենք, ավելի մենք տեսնում ենք, որ ԵԽԽՎ-ում քննարկումները գնում են եւ ԵԽԽՎ պատվիրակներից մեկը եւս խոսում է այն մասին, որ Զանգեզուրի Միջանցքը իրականում Հայաստանի տարածքով անցնելու։ Հետո մենք ինչ ենք տեսնում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը խոսելով տարածաշրջանային այս կոմունիկացիոն պրոյեկտի մասին օգտագործում է Միջանցք ձևակերպումը եւ ըստ թերթում տեղ գտած հրապարակման քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում, քաղաքացիական պայմանագիր թիմում կամ մտավախություն առայն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարզապես համաձայնվել է, որ այս փուլում, նախընտրական փուլում չկիրառվի այդ եզրույթը, այսինքն Զանգեզուրի Միջանցք չասվի, բայց ահա հետ խորհրդարանական ընտրությունների փուլում քննարկումները կգնան հենց Զանգեզուրի Միջանցքի մասին, ավելին սա իրականում վկայում է նաև նրա մասին, որ անկախ նրանից թե քարոզչությունը ինչ է ասում, իսկ մենք տեսնում ենք վերջին օրերի ընթացքում, ավելի կոնկրետ երեկվա ընթացքում իշխանությունները ոգևորված էին, ոգեշնչված էին, Էրդողանը եկել է Թուրքիա, անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել եւ քննարկել է թիվս այլնի Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, ավելին ուրախությանը չափու սահման չկար իշխանական կառույցի մեքենայի, որովհետև իրենք ասում են, որ Turkish Airlines-ը դեպի Երևան չվերթներ է կատարում, բայց իրականում մենք տեսնում ենք, որ մի կողմից կա այս իդիլիան, թվացial իդիլիան, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ աջ ու ձախ բոլորը խոսում են Զանգեզուրի Միջանցքի մասին, Զանգեզուրի Միջանցքի մասին։ Անին ունի բավականին հետաքրքիր հաղորդում իրական Թուրքիան։ Ես էլ ունեմ հաղորդում ռուսալեզու Արմյանսկայի նիձելը եւ այս հաղորդումների ընթացքում ինչն է շատ դժվար իրականում այնպես անել, որ ամեն շաբաթ դու չօգտագործես Աբդուլքադիր Ուրալօղլուի կողմից արված հայտարարություն, որտեղ ամեն շաբաթ թե մինչև օգոստոսի 8-ը, թե օգոստոսի 8-ից հետո Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսում է տարածաշրջանով անցնող Զանգեզուրի Միջանցքի մասին Հայաստանի տարածքով եւս իրենց ընկալման պետք է անցնի Զանգեզուրի Միջանցքը եւ ինչպես արդեն նշվեց մեր հաղորդման ընթացքում բառացիորեն 3 Զանգեզուրի Միջանցքի գովազդը Աբդուլքադիր Ուրալօղլուն անում էր Ղազախստանում, ասում էր, որ այդ միջանցքը կապել է ոչ միայն Ադրբեջանը Թուրքիայի հետ, այլ նաեւ Թուրքիան թուրքական աշխարհի հետ, թուրքալեզու պետությունների հետ է կապել։ Հարգելի հեռուստադիտողներ, ամփոփելով այս ամենը մենք պետք է նշենք հետեւյալը. չափազանց բարդ է արդեն իսկ դառնում թաքցնել այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե TRIP-ի մասին փաստաթուղթ է ստորագրել, այլ հանձնել է Թուրքիային, Ադրբեջանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին Զանգեզուրի Միջանցք, ավելին մենք պետք է ինքներս մեզ հետ անկեղծ լինենք եւ արձանագրենք հետեւյալը, եթե Հայաստանում գալիք տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերարտադրի իր իշխանությունը, առաջին քայլերից մեկը որը նա անելու դա Զանգեզուրի Միջանցքի տրամադրումն է լինելու Ադրբեջանին, Թուրքիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ՆԱՏՕ-ին եւ այստեղ չափազանց կարեւոր որ այլընտրանքային քաղաքական բևեռի ներկայացուցիչները ոչ միայն այս ամենը կարողանան ներկայացնել հանրությանը, ասեն որ սա լինելու է մինիմալ գինը, որը Նիկոլ Փաշինյանը վճարելու է իր վերարտադրության համար, այլ նաեւ
կարողանան իրատեսական տրանսպորտային այլ ծրագրեր ներկայացնել, այնպիսի ծրագրեր ներկայացնել, որոնք տարածաշրջանում ոչ թե կոնֆլիկտային իրավիճակներ կստեղծեն, այլ կկարողանան համախմբել տարածաշրջանի այլ ուժերին, բայց ինչը էլ ավելի կարևոր է, ցանկացած կոմունիկացիոն պրոյեկտ, որը պետք է անցնի Հայաստանի Հանրապետության տարածքով, ի շնորհիվ մեր բարեկամների, դաշնակիցների միջազգային համագործակցության, Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա այնպես անի, որ այդ կոմունիկացիաները լինեն Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ, եւ այստեղ կրկին ասենք չափազանց կարևոր է այն, թե ինչ է անելու ընդդիմությունը, այլընտրանքային ուժերը ինչ են ներկայացնում, որովհետեւ այլ պարագայում հարգելի հեռուստադիտողներ, այս գրությունը Զանգեզուրի միջանցք առնվազն Սյունիքում մենք բոլոր տեղերում տեսնելու ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Մտածեք այդ մասին։